Ողջույն սիրելի հետևորդներ, այսօր հոկտեմբերի 23-ն է, օրը 5-շաբթի եւ ձեր ուշադրության ենք ներկայացնում օրվա առաջին հատվածի կարևոր լուրերը։ Խնդրանք լինել ակտիվ, բաժանորդագրվելով ալիքին եւ լայքել նյութերը։ Առաջինը սենսացիոն հայտարարության մասին է, ԱՄՆ արտարադատության նախարարությունը, FBI եւ Նյու Յորքի իրավապահ մարմինները հանդես են եկել այսօր առավոտյան սենսացիոն հայտարարությամբ, բացահայտելով երկու խոշոր քրեական գործ, որոնք վերաբերում են NBA-ի ներսում կազմակերպված կոռուպցիոն եւ խաղային սխեմաների, ինչպես նաեւ մաֆիոզ խմբավորումների մասնակցությամբ Խարդախ պոկերի ցանցին։ Հայտարարվել է ավելի քան 34 անձի ձերբակալության մասին, որոնց թվում են գործող եւ նախկին NBA մարզիկներ ու մարզիչներ Չոնսի Բիլափս, Թերի Ռոզիեր, Դեյմոն Ջոնս, ինչպես նաեւ Բոնանո, Կամբինո, Ջենովեզե եւ Լուչեզե մաֆիոզ ընտանիքների անդամներ։ Առաջին գործը վերաբերում է NBA-ի ներսում կազմակերպված ներքին տեղեկատվության վրա հիմնված խաղադրույքների սխեմային, որտեղ մեղադրյալներն օգտագործել են ոչ հրապարակային տվյալներ կապված մարզիկների վնասվածքների կամ խաղերի բացակայությունների հետ։ Այդ տեղեկությամբ նրանք կատարել են հարյուրավոր հազար դոլարների խաղադրույքներ, ստանալով միլիոնավոր դոլարների շահույթ։ Մասնավորապես նշվել է Թերի Ռոզիերի անունը, որը ըստ մեղադրանքի մի քանի անգամ միտումնավոր լքել է խաղերը, թույլ տալով, որ հանցավոր խումբը շահի նրա վիճակագրական խաղադրույքները։ Երկրորդ գործը վերաբերում է տեխնոլոգիական միջոցներով կեղծված պոկերային խաղերին, որոնք տեղի են ունեցել Նյու Յորքում, Լաս Վեգասում եւ Մայամիում։ Խմբավորումներն օգտագործել են քարտեր կարդացող սարքեր, թաքնված տեսախցիկներ եւ անգամ ռենտգեն սեղաններ, որպես իմանան խաղի արդյունքը նախքան խաղացողները։ Խարդախ խաղերին ներգրավել են հայտնի բասկետբոլիստներ Չոնսի Բիլափսը Portland Trail Blazers-ի գլխավոր մարզիչը եւ Դեյմոն Ջոնսը։ Նրանք հանդես էին գալիս այսպես կոչված face cards, հայտնի դեմքեր, որոնց ներկայությունը գրավում էր զոհերին, նույն ինքը խաղացողներին, որոնք կարծում էին, թե խաղում են իրական աստղերի հետ արդար խաղում։ Իրականում ամբողջ սեղանը, սկսած դիլերից մինչև բասկետբոլիստները խարդախության շղթայի մաս էին կազմում։ Հետաքննությունը, որն անվանվել է Operation Royal Flush, ցույց է տվել, որ խարդախության սխեման գործել է տարիներ շարունակ, ընդգրկելով 11 նահանգ։ ԱՄՆ Դաշնային հետաքննությունների բյուրոյի տնօրեն Քեշ Պատելը հայտարարել է. «Սա ոչ միայն սպորտային աշխարհում ամենամեծ ֆինանսական խարդախությունն է, այլ նաև մաֆիայի նոր դարաշրջանի օրինակ, երբ հանցավորությունը միահյուսվում է տեխնոլոգիայի եւ հայտնիության հետ»։ Ի դեպ, հատուկ գործով ներգրաված են նաև Լոս Անջելես Լեյքերսի, Շարլոտ Հորնետսի եւ Տորոնտո Ռեփթերսի նախկին խաղացողներ։ Սան Ֆրանցիսկո Ալամեդայի Coast Guard Island տարածքում այսօր առավոտյան լարված էր իրավիճակը։ Դաշնային ուժերի, հիմնականում ԱՄՆ մաքսային եւ սահմանային պահպանության ծառայության CBP եւ ներգաղթի վերահսկողության IC գործակալների ժամանումը բողոքի մեծ ալիք է բարձրացրել Բեյի շրջանում եւ համայնքներում։ Առնվազն 2 ցուցարար է վնասվածքներ ստացել։ Առավոտյան ժամին դրությամբ հարյուրավոր ցուցարարներ արգելափակել են ճանապարհները Օքլենդի Էմբարկեդերո եւ Դենիսոն փողոցների խաչմերուկներում, փորձելով կանխել գործակալների մուտքը դեպի բազա։ Երեկոյան ուշ ժամերին Սան Ֆրանցիսկոյի քաղաքապետ Դենիել Յուրին հայտարարել էր, որ հեռախոսազրույց է ունեցել նախագահ Դոնալդ Թրամփի հետ, որի ընթացքում նախագահը հայտնել է, որ դադարեցնում է գործակալների տեղակայման ծրագիրը քաղաքում։ Յուրին հետագայում խոսել է ներքին անվտանգության քարտուղար Քրիստի Նոեմի հետ, որը վերահաստատել է նախագահի որոշումը։ Քաղաքապետի գրասենյակից հայտնել են. «Սան Ֆրանցիսկոն պատրաստ է համագործակցել դաշնային կառույցների հետ, բայց ոչ զինված ուժերի միջոցով։ Մեր առաջնահերթությունը խաղաղությունն է եւ հասարակական կարգի պահպանումը»։ Թեև Թրամփը պաշտոնապես հայտարարել է տեղակայման չեղարկման մասին, դեպքերի տարածքում լարվածությունը առկա է ու շարունակվում է բողոքի ակցիան։ Կալիֆոռնիա Օնտարիո քաղաքում երեքշաբթի տեղի ունեցած շղթայական վթարը, որը խլել էր 3 մարդու կյանք, նոր քաղաքական ու իրավական սկանդալի պատճառ է դարձել։ Դաշնային անվտանգության դեպարտամենտը հաստատել է, որ բեռնատարի վարորդը Ջաշամպրիտ Սինգը ԱՄՆ-ում ապօրինի է բնակվում։ Դեպարտամենտն այսօր հայտարարել է, որ Սինգը ներգաղթյալ է Հնդկաստանից, որն ԱՄՆ-ի մուտք գործել 2022 թվականին հարավային սահմանով եւ ազատ է արձակվել Բայդենի վարչակազմի օրոք։ DHS-ի մամուլի քարտուղար Թրիշա Մակլաֆլինը հայտարարել է. «Սա սարսափելի ողբերգություն է։ 3 անմեղ մարդ զոհվել է այն պատճառով, որ բաց սահմանային քաղաքականության հետևանքով ապօրինի ներգաղթյալը կարողացել է վարել 18 անիվանոց բեռնատար ԱՄՆ մայրուղիներով։ Սա մտահոգիչ միտում է»։ Նա հավելել է, որ նմանատիպ դեպք է գրանցվել նաև նախորդ շաբաթ Ինդիանայում, որտեղ եւս ապօրինի ներգաղթյալը դարձել էր մահաբեր վթարի պատճառ։ Ջաշամպրիտ Սինգը ձերբակալվել է թմրանյութերի ազդեցության տակ մեքենա վարելու եւ հարբած վիճակում սպանության մեղադրանքներով։ Նա ներկայումս գտնվում է կալանքի տակ առանց ազատ արձակման իրավունքի։
Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ակնկալում է համաձայնություններ ձեռք բերել Չինաստանի նախագահ Սի Ցինպինի հետ, երբ նրանք հաջորդ շաբաթ հանդիպեն Հարավային Կորեայում։ Մենք համաձայնության կգանք գրեթե ամեն հարցում, կարծում եմ կկայացնենք գործարք սոյայի եւ ֆերմերների վերաբերյալ։ Հնարավոր է նաեւ նույնիսկ միջուկային հարցով, ասել է Թրամփը։ Նախագահը վերջին օրերին հակասական ազդանշաններ է ուղարկել Սիի հետ նախատեսվող հանդիպման վերաբերյալ։ Չնայած նախորդային լրագրողներին ասել էր, որ հանդիպումը գուցե չկայանա, այս անգամ նա հնչեցրել է ավելի լավատեսական հայտարարություններ։ Թրամփը նշել է, որ մտադիր է քննարկել Չինաստանի ռուսական նավթի գնումները եւ այն, թե ինչպես կարելի է դադարեցնել Ռուսաստանի պատերազմը Ուկրաինայում։ Նա հավելել է, որ կարծում է, Սին փոխել է վերաբերմունքը պատերազմի հարցում եւ այժմ պատրաստ է քննարկել դրա ավարտը։ Այժմ նա կցանկանար, որ պատերազմն ավարտվեր։ Չեմ կարող ասել, որ սկզբում այդպես էր, բայց հիմա նա կցանկանար դրա ավարտը, ասել է Թրամփը։ Վերջին շաբաթներին Միացյալ Նահանգների եւ Չինաստանի աշխարհի երկու խոշոր տնտեսությունների միջև առևտրային լարվածությունը կրկին սրվել է մի քանի ամսվա հարաբերական հանգստությունից հետո։ Թրամփը հայտարարել է Չինաստանի վրա լրացուցիչ 100% մաքսային Թուրքի սահմանման մասին, որը ուժի մեջ կմտնի նոյեմբերի 1-ին, այն բանից հետո, երբ Պեկինը սահմանափակեց հազվագյուտ մետաղների արտահանումը։ Միևնույն ժամանակ Վաշինգտոնի պաշտոնյաները պատրաստվում են նոր միջոցներ ձեռնարկել Չինաստանի դեմ, եթե որևէ գործարք չկնքվի։ Թրամփի վարչակազմը քննարկում է ծրագրեր սահմանափակելու լայն շրջանակի ծրագրային ապահովմամբ կառավարվող արտահանումները դեպի Չինաստան, սկսած համակարգիչներից մինչև ինքնաթիռների շարժիչներ։ Այդ քայլը դիտվում է որպես Թրամփի այս ամսվա սկզբին հնչեցրած սպառնալիքների իրականացում, արգելել կարևորագույն ծրագրային տեխնոլոգիաների արտահանումը Չինաստան։ Միացյալ Նահանգները նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի խոշոր նավթային ընկերությունների դեմ, մեղադրելով Մոսկվային Ուկրաինայի պատերազմի ավարտի հարցով չհամագործակցելու մեջ։ Պատժամիջոցները հայտարարվել են այն բանից հետո, երբ ձախողվել էին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ պատժամիջոցները վերաբերում են Ռուսաստանի երկու խոշոր ընկերություններին՝ Ռոսնեֆտին եւ Լուկոյլին, նպատակ ունենալով վնասել Մոսկվայի ռազմական ֆինանսավորման աղբյուրները։ Սա նշանակալի շրջադարձ է Թրամփի քաղաքականության մեջ։ Վերջին ամիսներին նա դիմադրել էր կոնգրեսի ճնշումներին, մերժելով էներգետիկ պատժամիջոցների գաղափարը, հույս ունենալով, որ Պուտինը կհամաձայնի խաղաղության։ Թրամփը, սակայն, հրաժարվել է Ուկրաինային տրամադրել երկար հեռահարության թամահավ քրթիռներ, պնդելով, թե դրանց օգտագործման ուսուցումը ժամանակ կպահանջվի։ Մինչդեռ Մոսկվան չորեքշաբթի ցուցադրական զորավարժություններ անցկացրեց, փորձարկելով միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ, որոնք ունակ են հարվածելու անգամ Միացյալ Նահանգներին։ Պուտինը կրկին հիշեցրել է Ռուսաստանի միջուկային ներուժի մասին որպես նախազգուշացում Կիևին եւ Արևմուտքին։ Նույն ընթացքում ՆԱՏՕ-ն եւս իրականացնում է միջուկային զսպման զորավարժություններ, պատասխանելով Ռուսաստանի գործողություններին։ Նավթի գներն այսօր վաղ առավոտյան գրեթե 5%-ով բարձրացրել են, արձագանքելով ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի Ռովնեֆտի եւ Լուկոյլի դեմ սահմանած նոր պատժամիջոցներին։ Վերլուծաբանների խոսքով այս քայլը նշանակում է, որ Չինաստանի եւ Հնդկաստանի նավթամշակող գործարանները ստիպված կլինեն գնել այլ մատակարարներից, հակառակ դեպքում կարող են զրկվել արևմտյան ֆինանսական համակարգից օգտվելու հնարավորությունից։ Միացյալ Նահանգները հայտարարել է, որ պատրաստ է նոր քայլերի, եթե Մոսկվան չհամաձայնի հրադադարի Ուկրաինայի պատերազմի հարցով։ Բրիտանիան արդեն նախորդ շաբաթ էր պատժամիջոցներ սահմանել նույն ընկերությունների դեմ, իսկ Եվրամիությունը հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 19-րդ փաթեթը, որը ներառում է ռուսական հեղուկացված գազի ներմուծման արգելք։ Մասնագետները նշում են, որ պատժամիջոցների ազդեցությունը նավթային շուկայի վրա կախված կլինի Հնդկաստանի արձագանքից եւ այն բանից, թե արդյոք Ռուսաստանը կկարողանա նոր գնորդներ գնել։ Հնդկաստանը Ուկրաինայի պատերազմի սկսվելուց հետո դարձել էր ռուսական էժան նավթի ամենախոշոր գնորդը, սակայն հաղորդվում է, որ հնդիկ նավթամշակողները պատրաստվում են կտրուկ կրճատել ռուսական նավթի ներմուծումները ընդհուպ միջև դադարեցում։ Նույն թեմայի շրջանակում է հաջորդ լուրը Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը եւ եվրոպական երկրները մոտ են պատմական որոշման օգտագործելու Ռուսաստանին պատկանող սառեցված ակտիվները Ուկրաինայի պաշտպանության եւ վերականգնանպատակներով։ Զելենսկին ընդգծել է, որ որոշման ճանապարհը հեշտ չի եղել։ Մենք երկար ենք սպասել այս պահին, բայց եթե Ռուսաստանը բերեց պատերազմը մեր տարածք, նա պետք է վճարի դրա համար։ Սա ոչ միայն արդարության, այլև ճնշման միջոց է Մոսկվայի վրա։ Նրա խոսքով, տարեկան մոտ 3 միլիարդ եվրո եկամուտ կարող է ուղղվել ուկրաինական եւ եվրոպական սպառազինությունների համատեղ արտադրությանը։ Նա հավելել է, որ Կիևը պատրաստ է այս միջոցների մի մասը օգտագործել հեռահար հրթիռների եւ անօդաչուների արտադրության համար, ընդգծելով, որ Ուկրաինան արդեն ունի սեփական արտադրության տեխնոլոգիաներ, որոնց հեռահարությունը հասնում է մինչև 3000 կիլոմետր։ Զելենսկին վստահեցրել է, որ Եվրոպան եւ Ուկրաինան միասին պետք է ստեղծեն միասնական եվրոպական զինանոց, որը կծառայի ինչպես անվտանգության, այնպես էլ տեխնոլոգիական
ռազմավարական զարգացման նպատակներին։ Ուկրաինայի նախագահը հաստատել է, որ Կիևը չի կիրառել ամերիկյան երկար հեռահարության զինատեսակներ Ռուսաստանի տարածքի վրա, այլ դրանք օգտագործել է բացառապես Ուկրաինայի սահմաններում ներառյալ Ղրիմը։ Ղրիմը մեր տարածքն է, ոչ թե Ռուսաստանի, այնպես որ մենք չենք հարվածել Ռուսաստանին, մենք վերադարձրել ենք մեզնից խլվածը։ Լրագրողները Զելենսկին հարցրել են նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման արդյունքների մասին։ Զելենսկին պատասխանել է կարճ, սակայն խորհրդանշական։ Արդյունքը պարզ է. ունենք պատժամիջոցներ ռուսական էներգետիկայի դեմ, գագաթնաժողով Հունգարիայում առանց Ուկրաինայի չկա եւ դեռևս չունենք թամահավքներ, բայց ամեն օր ինչ-որ բան փոխվում է։ Ինչ վերաբերում է խաղաղության ծրագրին, Զելենսկին նշել է. խաղաղությունը սկսվում է ոչ թե հրադադարից, այլ սեղանի շուրջ նստելու կամքից։ Եթե Ռուսաստանը պատրաստ է խոսել, մենք էլ ենք պատրաստ, բայց մինչև այդ նրանք պետք է դադարեցնեն երեխաների եւ հատկապես մանկապարտեզների վրա հարձակումները։ Եվ եւս մեկ միջազգային լուրով էլ եզրափակենք այս ժամի եթեր, այսօր Երուսաղեմում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի եւ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի միջև կայացած երկկողմ հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգության, խաղաղության նախաձեռնությունների եւ փոխգործակցության հարցեր։ Հանդիպումից հետո վարչապետ Նեթանյահուն նշել է, որ երկու երկրները վստահության եւ գործընկերության շրջանակում են գործում։ Դուք Իսրայելի բարեկամն եք։ Մենք կանգնած ենք ճակատագրական օրերի առաջ։ Մենք ուզում ենք առաջ մղել խաղաղությունը, սակայն առջևում ունենք անվտանգության լուրջ մարտահրավերներ։ Հավատում եմ, որ միասին կարող ենք հաջողության հասնել։ Պետքարտուղար Ռուբիոն էլ շեշտել է, որ Իսրայել-ԱՄՆ համագործակցությունը առաջնայինն է։ Նա ընդգծել է առաջընթացը վերջին օրերի ընթացքում եւ ասել. մենք զգում ենք դրական շարժ։ Միասին կարող ենք հաղթահարել այն մարտահրավերները, որոնք մի քանի տարի առաջ անհնար էին թվում։ Մենք ունենք լավ գործընկերներ եւ վճռական են կատարելագործել այդ հարաբերությունները։ Սակայն Միացյալ Նահանգների պետքարտուղարը նաև հակառակ կողմի շահերից է խոսել, ասելով, որ խաղաղությունը միակողմանի չի լինում։ Եվ ինչպես նշեցի, սա վերջին լուրն էր այս ժամի համար այսքանը։ Մեր հաջորդ թողարկումն այսօր երեկոյան է։ Ես Հարություն Մինասյանն եմ, շնորհակալ եմ ուշադրության համար, առողջ եղեք։